Առաջի բանը, որ մեզ հարկավոր է, սկսում ենք օշարակից։ Մեզ հարկավոր է լինելու 500 գրամ շաքարավազ և 350 գրամ գոլ ջուր։ Կարա սարնել լինի, անկախ ամեն ինչից։ Եվ մեզ հարկավոր է լինելու մեկ փոքրիկ կտոր լիմոն։ Մարդիկ սիրում են, որ չշաքարակալելու համար, մարդկա սիրում է համի համար, անկախ ամեն ինչից։ Okay։ Եվ սա դնում ենք եռալու։ Ոնց հասկացանք, սա լինելու է մեր օշարակը, որտեղ թուլումբային հարկավոր է օշարակ։ Okay, ժողովուրդ ջան, եթե նկատում եք արդեն մեր օշարակը եռում է, պետք է 8 րոպե եռա։ Դնում ենք միջին կրակի բարձրության վրա, 8 րոպե եռալուց հետո այնուհետև անջատել ենք։ Որպեսզի հասկանաք դուք օշարակը արդեն պատրաստ է թե ոչ, ուրեմն եթե նկատում եք, պղպջակները գալիս են դեպի մեջտեղ։ Այդ ժամանակ կհասկանաք արդեն պատրաստ է։ Մեզ մոտ արդեն պատրաստ է։ Անջատել ենք։ Okay, սիրելիներս, մեզ հարկավոր է մաքուր 400 գրամ ջուր խմորի համար, մեզ հարկավոր է 5 պտղունց աղ, մեզ հարկավոր է լինելու կարագ մոտ 120 գրամի չափով և 1 ճաշի գթալ շաքարավազ։ Այս ամենը պետք է դնենք կրակի վրա և վերլու։ Հիմա մենք պետք է սպասենք մինչև եռա, հենց որ սկսեց եռալ արդեն և կարագը հալված է, 1 րոպե պետք է սպասենք, այնուհետև գազը պետք է անջատենք։ Եթե տեսնում եք, արդեն մեզ մոտ կարագը հալվել է, 1 րոպե ընդամենը մենք պետք է սպասենք, այնուհետև գազը կանջատեմ և ալյուրը պետք է ավելացնենք։ Չորսարու գրամ ալյուր պետք է օգտագործենք, սովորական հաց թխելու ալյուր։ Անջատեցինք հիմա։ Մի լավ խառնելուց հետո, որ արդեն խառնվում է, գազը հետ միացնելու ենք դանդաղ մարման կրակի վրա և պետք է շարունակենք եփել։ Պետք է փորձենք հիմա այսենց իրար վրա բերելով, եթե նկատում եք իմ թավան կպնող չի, եթե ձեր թավաները կպնող են, ապա այդ դեպքում դուք կնկատեք փառ այս տակը, որ կապում է, նշանակում է ապա պատրաստ է, բայց այս պարագայում իմ մոտ կպնող չի, ես մոտավորապես 3-ից 4 րոպե եմ անելու, այնուհետև կանջատել։ Հենց իրար վրա բերելով, որպեսզի համասեռ բոլորը եփվեն։ Արդեն պատրաստ է ինձ մոտ, ես կանջատեմ հիմա
եւ կդնեմ մեկ ուրիշ ամանի մեջ, որպեսզի սարչի։ Okay, Ժորժան, եթե նկատում եք, ես տեղափոխել եմ արդեն միքսերի ամանի մեջ է, ուրեմն պետքա ձեր տանք խմորին եւ մեր մատը չվառի։ So, այդ կարգի պետքա սարի, բայց շատ էլ չսարի։ Գոլից թեթև մի քիչ տաք եւ նույն ժամանակ որպեսզի ձվածեղել չլինի, որտեղ ձու ենք ավելացնելու հիմա։ Պետք է ավելացնենք 5 ածու, բայց մեկ առ մեկ, okay? Բոլորը իրար հետ չենք ավելացնի։ Երկրորդ ենք ավելացնում։ Երրորդն ենք ավելացնում։ Գիրը դեր կպնում են պետք է մեզ բոլորը միասին։ Չորրորդն արդեն գնում։ Եվ հինգերորդն ենք իմացնելու։ Նորից հետ։
Okay, ժողովրդյան ուրեմն մեզ ինչ է հարկավոր լինելու, հիշում եք, որ ասեցի կրեմ քսելու գործիքը այդ ձեր տան ունեցած դա ենք օգտագործում, ես մի քիչ երկարավուն բաժակ եմ վերցրել, բացում եմ մաքսիմում հնարավորինս շատ ու մեջն եմ լցնելու խմորը։ Ինչքան կարողանանք մաքսիմալ կտեղավորենք մեջը իրան։ Okay, ժողովրդյան, այդ ընթացքում արդեն հիմա նա պատրաստա լցրել եմ, բայց ինձ հարկավոր է ձեթ, մոտավորապես 400-450 գրամ ձեթ է հարկավոր, որպեսզի թուլումբաները մեջը ժարիտ անենք, տապակենք, մի խոսքով։ Հիմա բերենք այն ջերմաստիճանին, որպեսզի կարողանանք տապակել։ Okay, ժողովրդյան, հիմա ձեթը արդեն տաքանում է ու գնում ասեմ, ահա, խնդրեմ, ես լցրել եմ այստեղ մեր խմորը, մեզ հարկավոր է լինելու անձեռնոցիկով ափսե, որպեսզի տապակելուց հետո փոխենք արդեն տեղը նապկինի վրա, այդ անձեռնոցիկի վրա, հարկավոր է լինելու մկրատ, մի քիչ ձեթ հոտելու ենք, որպեսզի չգտնի խմորին, հեշտ լինի ավելի մեր համար ու այսպես հիմա սխմում ենք ձեր ուզած չափսին ու մեջը ես սիրում եմ փոքրիկ, մարդկա սիրում է ավելի մեծ չափսերի մեծով և պետք է իրան տապակենք մինչև մուգ ոսկե գույն դառնալը։ Հիմա այդ ընթացքում պետք է խառնվի և իրան, այսինքն շուռ տանք, որպեսզի չվառվի, հավասարապես լինի։ Կտրտեք այնքան, ինչքան որ կարծում եք, որ կտեղավորվի կամ հարմար է ձեզ։ Ժողովրդյան, եթե նկատում եք, արդեն որոշները համարյա թե պատրաստ են լինում, նայում եք, ոսկե գույնը արդեն ինքը մի փոքրիկ է պետք է լինի ու այնուհետև կհանենք մեջից։
Ինչեւ են տղա։ Իմ շունիկը ջրայնացել է։ Okay, արդեն համաս։ Start, right? Okay, միջև որ կլինի այս ընթացքում ույսը, բայց որը որ արդեն պատրաստ է, սա պետք է տեղափոխենք մենք շիրայի մեջը պատրաստած։ Այնուհետև տեղափոխենք հետ նորից ամանի մեջ։ Սա մոտավորապես 4-5 րոպե ենք թողելու շիրայի մեջը։ Ինչի համար եմ այս ցակոտիներով օգտագործում եւ այնտեղ եւ այստեղ, որովհետեւ այնտեղ չոք ձեթը հետը մի ժամանակ արևածագի ձեթը հետը չբերեմ անտեսքում ենք կոմտանեմ մնա ամանի մեջ այստեղ մի բարակայում օգտագործում եմ որպեսզի շիրան չտեղափոխեմ մեկ այլտեղ այլ մենակ թուլում բան տեղափոխեմ ավելի հեշտ ու հանգիստ է այդպես եւ խնայում եք շիրանը Direct գործեն որ պատկերացնեք մեջը որպես նկունցա